Մի քանի օր գյուղի որսորդը հետևում էր գայլերին, բայց որսալ չէր հաջողվում։ Գիշատիչ կենդանիները գրեթե ամեն գիշեր գյուղ էին մտնում ու հասցրել էին մի քանի ոչխար հոշոտել։ Վերջին փորձը սակայն անհաջող էր եղել։ Գյուղացիներից մեկը տեսնելով կենդանուն քարերով վախեցրել էր։ Ոչխարը բայ մեր գյուղի։ Գյուղից 1 կիլոմետր մեկում։ Եկանք հասանք իրգուն ժամի 5-ի աներ տունը բերի։ Շտը մեկ էլ տեսա երեխուն գերգի թե դարձրա։ Այդ դարձնելու մոմենտին ես էլ ֆրամոր կամ դեմ է։ Տեսնիմ որ 3 հատ ելան։ Ելան ու են մի հատ կարին բռնեց, սև կարին։ Այդ մոմենտին շտելանձի չկորցրի։ Քարերը արա վազա 20 մետր էր մատյոր հասնինք իրան, զարգել եմ նոր կարին թողե, կարի բոգը ծաղած, վերցրե բերել է։ Ոչխարը քշելու գնաց, ինքը ելավ, երկիվից ելավ, ես տեսա, ասից հետո կերտած ռեդ եմ ես կերևից կուկամ ուրենս։ Այդպես հարմարցրի վեր գնացի հասա այդ մեր շտապեկը, մեր խաշմերվից բերեք, մխի խրբեքսել։ Այդ քտի հետը փռացրի, վեր մեկ է մոդեցա երմանց։ Ինքոմից եկա տեսել էր արդեն ջոգել էր, տեղից հետնիկ, տեղից եկոմից որ եկավ, ինքը ուշտ եղավ։ Տարավոր փաղներ խփեցի արդեն այդտեղ, ինքը չաբալամիշ եղավ։ Ամի հանի փոխից պարուն աճեշ կատավեց։ Երկրորդը փոխի նորից։ Նոր երրորդ դարբից թակ փուլով խփեցի։ Սառնաղբյուրում 3 որսորդ կա, սարերով շրջապատված գյուղ, գայլերը հաճախակի են հյուրընկալվում։ Գիշատիչներից մեկին 2 օր առաջ, մյուսին էլ այսօր հաջողվել էր որսալ։ Գյուղացիները նշում են, դա հենց այն գայլն էր, որը նախորդին էր հայտնվել ոչխարի հոտի մեջ։ Եղանագին մի ձուն է եկելա, ոչ մի տեղ էլ անացում դուրս չեն թողնել, բայց մեր գյուղի։ Ես էլ սարերում կբաց, պաստանի կուկան ստեղից միշտ տարել է։ Շատ զոր է։ Արդեն որ չկա, մտնում են գյուղ, ինչ որ իրանց հասանելի է տանում են։ Սառնաղբյուրցիներն ամբողջ օրը կենդանուն են ուսումնասիրում։ Նման մեծ գայլ գյուղացիները երբեք չէին տեսել։ Այս բարազին որ կա, այս ծրանցով բռնա ինքը, անասունինքը բռնա, այս ծանով բրտա, ոսկորերի ճարտա, այսիակ, այս ծանով բռնո չկրանա փախին ինքը, անասունինքը բռնա, այս ծանովա կրա։ Իշկան բռնեց իրաննա, իրա բաժին մերի։ Ահա, բերեց, հա։ Կդրա կարնկետա։ Ոչխարներից բացի գայլերը նաև հորթեր ու շներ են հոշոտել։ Թեև սառնաղբյուրցիները շատ զգոն են, բայց երբեմն կենդանին հասցնում է իր սև գործն անել։ Դրանցից ապերից դիվանագետ կենդանի չկար։ Ես ավեսինքսեն ապերիստա բայց չէ, ավեսից դեպի միամիտ կենդանի չկա։ Զենքի ու փամփուշտների խնդիր որսորդները չունեն, բայց կատարած գործի համար փոխհատուցում են ակնկալում։ Գյուղացիները մոտակայքում եւս 3 գայլ նկատել են։ Գյուղի մյուս որսորդները մոտակա սարերում դրանց են հետևում։ Տուն չեն վերադառնա այնքան ժամանակ, մինչև չոչնչացնեն գիշատիչներին։ Հեղինե Մանուկյան, Խան Հովանիսյան, այսօր։